Կան գրողներ, որոնք իրենց գրական կարիերայի ընթացքում տարակարծություն են ունեցել կրոնի հանդեպ, բայց սարսափելին այն է, երբ դու գիտակցված դավաճանում ես ինքդ քեզ։ Եվ ուսուցիչն ասում է, ամեն մեկի ճանապարհը յուրով է, մեկը հավատալով է գնում դեպի Աստված, մեկը կասկածելով է գնում դեպի Աստված եւ մեկը մերժելով է գնում դեպի Աստված։ Կրոնը դա մեր ողնաշարն է, որը պետք է միշտ ամուր լինի։ Եթե անգամ հեղինակը չի անդրադառնում Աստծուն կամ կրոնի մասին ինչ որ քիչ կա իր գրականության մեջ, ինքը ուրեմն դեռևս ճանապարհին է։ Հանրային ռադիոյի եթերում Արարատյան հայրապետական թեմի ինքնություն հաղորդումն է, բարև ձեզ, ես Նոեմին եմ։ Սիրելի ունկնդիրներ, մեզանից շատերը դեռ սիրում են կարդալ։ Դեռ կարդալ ընթերցանությունը չի վերացել եւ դա շատ ուրախացնում է, չնայած իհարկե ընթերցանության բնագավառում շատ աշխատանք ունենք անելու, որովհետեւ կարծես թե երիտասարդների մեջ մի ստվար խումբ կա, որ այդքան էլ հավես չունի կարդալու հետ։ Հուսամ այսօրվա մեր զրույցը մի փոքր կնպաստի մեր ընթերցասիրության մեծացմանը, որովհետև այսօր տաղավարում փորձելու ենք քննարկել գրականության եւ կրոնի կապը, փոխազդեցությունները, ինչպես է կրոնը ազդել մարդկանց մտածողության վրա եւ ինչպես են աշխարհահռչակ եվրոպական, արևելյան, արևմտյան եւ հայ գրողները անդրադարձել կրոնին կամ բացահայտ կամ գուցե ծածուկ։ Այսօր տաղավարում այս մասին ես սիրով զրուցելու եմ գրող, լրագրող Հասմիկ Կարապետյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Թեման, որ մենք քննարկեցինք, ինձ բավական դուր եկավ եւ պիտի փորձենք այս թեմայի միջից դուրս բերել նաեւ մեր հայկական ինքնության շերտերը, հասկանալու համար, թե որտեղ է գրականության եւ կրոնի կապը։ Ասենք միշտ չի, որ մեր գրողները դա շատ բացահայտ են արել, բայց օրինակ Հովհաննես Թումանյանի քառյակների մեջ այդ կրոնական մտածողությունը, կրոնական պրակտիկան շատ երևում է, չնայած ոչ բոլորի մեջ Աստված կա, ոչ բոլորի մեջ քրիստոնեություն բառը կա, բայց դրանք շատ կրոնական ապրումների ազդեցությամբ են գրել։ Ես կարծում եմ, էլի։ Հիմա դուք որպես գրող, որ եւ սիրում եք գրել եւ սիրում եք կարդալ, ձեզ համար գրականության եւ կրոնի կապը որտեղից է սկսվում։ Ինձ համար ավելի շատ ստեղծվում է հենց հեղինակից, որովհետեւ գրականությունը ինքը կապ ունի ամեն ինչի հետ։ Բայց կան գրողներ, որոնք իրենց գրական կարիերայի ընթացքում տարակարծություն են ունեցել կրոնի հանդեպ, բայց մենք նկատում ենք, որ օրինակ այն գրողները, որոնք օրինակ աթեիստ են եղել, իրենք ավելի շատ են իրենց գրականության մեջ հավատացել Աստծուն, քան այն գրողները, որոնք որ աթեիստ չեն եղել եւ բացահայտ խոսել են Աստծու մասին, կրոնի մասին, տարբեր կրոնների մասին անգամ։ Նման հեղինակ է օրինակ Ջուլիան Բարսը, ում ես վերջերս բացահայտեցի, ինձ համար այդպես ինքը հեղինակ չէր այնպիսի, որ ես իրեն չէի ճանաչում, բայց իր գրականության մեջ ավելի շատ խորանալով ես տեսա, որ Ջուլիան Բարսը, ով անդադ ասում էր ես աթեիստ եմ, գիտեք ինչ կա այդ ձեր այդ լեգենդները Աստծու մասին, ինչ չեմ տեսնում, չեմ հավատում, ինքը այնպես է ներկայացնում իր գրականության մեջ, իր նախադասություններում անգամ իր բառերում, որ դու հասկանում ես, որ փաստորեն Ջուլիան Բարսը ավելի շատ հավատացյալ է եղել, քան թե աթեիստ։ Այսինքն մի բան է, որ դու հայտարարում ես, հռչակում ես, մի այլ բան է, որ քո ենթագիտակցական մտածողությունը տողերի միջից ի հայտ է գալիս։ Այո, որովհետև եթե դու ժխտում ես, ապա եթե նա չկա, դու ում ես ժխտում ես, դեպքում այսպեսի մի հասկացություն կամ որ անդադ խոսում ենք աթեիզմի մասին եւ ինչ որ կերպ ուզում ենք արդարացնենք, չէ, որովհետեւ այնպիսի դարաշրջանում ենք ապրում, որ նախ ոչնչով չես զարմացնի մարդուն, հետո երբ դու խոսում ես հավատքի մասին, քեզ այդքան էլ շատ չեն հավատում, որովհետեւ ես կարծում եմ, որ հավատքը այնպիսի բան է, որ ամեն մարդ պետք է իր ձևով հավատա Աստծուն։ Ամեն մարդ պարտադիր չէ դու անդադ գնաս եկեղեցի։ Դու կարող ես քո տանը մի անկյունում նստել ու Աստծու հետ խոսել։ Քրիստոնեությունը հենց դա ասում է իրականում, ասում է փակիր եւ դուռդ ու աղոթիր, բայց ամեն եկեղեցի, ամեն տաճար եւ ամեն ծիսական արարողություն ունի իր պատճառը, տրամաբանությունը, որի համար այդ կրոնական գործողությունները կատարվում են։
Բայց ոչ երբեք քրիստոնեություն չի ասում, որ դու քո ամբողջ օրը պիտի անցկացնես եկեղեցում։ Հովհաննես Թումանյանն էլ չի ասում, էր պարտադիր չէ, որպեսի դու բեղ պահես, սև հագնես, որպեսի քեզ հրճակեն, որ դու հավատացյալ ես, դա ընդհանրապես կապ չունի։ Մենք ինչ որ չափով էսպիսի մի հատ շատ երևի գրոտեսկային կհնչի, մենք բոլորս Գրիգոր լուսավորիչներ ենք երևի, որոնք մի անկյունում նստած Աստծո հետ խոսում են, տարբեր թեմաներից են խոսում, գիտեք, միշտ ասում են, որ պետք չէ Աստծուն հիշել այն ժամանակ, երբ նա քեզ պետք է, կամ երբ ինչ որ մի նպատակ ունես եւ ուզում ես, որպեսի դա Աստծո ճանապարհով գնա։ Ես այդ կարծիքի հետ մի փոքր համամիտ չեմ, որովհետեւ Աստված միշտ ասում է, որ պետք է ինձ փնտրիր ինձ այնտեղ, որտեղ որ չես կարող գտնել, այսինքն երբ մենք սկսում ենք մտածել, երբ մենք ունենում ենք որևէ նպատակ եւ դա հաղորդում ենք Աստծուն, դա արդեն այդ կապը ստեղծում է եւ հա Աստված կարող է քո նպատակների մեջ չլինել, բայց դու իրեն ներքաշում ես եւ այդպես արդեն ստեղծվում է կապը։ Իսկ գրողների մեջ շատ հետաքրքիր գրողներ կան, որոնք Աստծու մասին խոսել են տարբեր կերպ, տարբեր հերոսների շնորհիվ, անգամ այնպիսի հերոսների, որոնց դու ծանոթանում ես եւ քեզ թվում է, որ ինչ կապ կարող է նա ունենալ Աստծո հետ, ընդհակառակ այնպիսի գործողություններում, նա Կաֆկայի հերոսը, որը անընդհատ օտարված է, անընդհատ մոլորված է, չի հասկանում ինչու են իրեն դատապարտում, ինչու է նա դատավարությունում, եթե նա ոչինչ չի արել, եւ Կաֆկայի կապը, օրինակ մենք Կաֆկայից ենք չէ խոսում, եւ Կաֆկայի կապը Աստծո հետ ինձ համար միշտ եղել է շատ հետաքրքիր, որովհետեւ նա միշտ բացահայտ չի ներկայացրել, բայց իր հերոսների շնորհիվ մենք հասկանում ենք, որ իր գրականությունում Աստված չկա այնուամենայնիվ, բայց իր հերոսը անընդհատ փորձում է ինչ-որ բան գտնել, ասում է, որ մի մեջբերում ասեմ, Կաֆկան միշտ ասում է, որ Աստված ինչ-որ մի հզոր բան է ինձ համար, միշտ այդպիսի ինչ-որ տիտանական մեկին եմ պատկերացնում, երբ ինձ ասում են Աստված։ Այդպիսի մի շատ հետաքրքիր միտք ունի նաև Դոստոևսկին։ Դոստոևսկին ընդհանրապես իր գրականությունը ամբողջ Աստծո մասին է, որովհետև իր հերոսները մանկապիղծ են, չէ, իր հերոսները խաղամոլ են, իր հերոսները անընդհատ մարդասպան են, անընդհատ փորձում են իրենց մեղքերը քավել, անում են մեղսագործություն են անում եւ հետո ուզում են իրենց մեղքերը քավել։ Այսպիսի մի բան էլ կա, օրինակ հենց Դոստոևսկիի հերոսները հենց այդպիսին են։ Իրենք մեղ գործելուց առաջ չեն մտածում։ Մի մեղքը գործում են, հետո նոր արդեն սկսում են իրենք իրենց տանջել, ինչու ես այդպես արեցի, չեն քնում գիշերները մղձավանջ եւ այլն։ Կամ գնում են դեպի ապաշխարության ճանապարհ, մեղքերը քավելու, կամ գնում են, այսինքն կամ գնում են Պետրոսի ճանապարհով, կամ Հուդայի ճանապարհով։ Խոսեցինք օրինակ գիտակցվածության մասին, Դանթե Ալիգերի Աստվածային կատակերգությունում դժողքի 9-րդ շրջանը որն էր ամենավատը, գիտակցված դավաճանությունը։ Դա ոչ թե որ դու գիտակցված ճիշտ է այնտեղ ինքը նշում է, որ գիտակցված դավաճանում ես ընտանիքիդ, ընկերներից, բայց սարսափելին այն է, երբ դու գիտակցված դավաճանում ես ինքդ քեզ, երբ դու չես հասկանում, դու օրինակ եթե մեղք ես գործել, ինչու ես դարել, կամ եթե դու ժխտում ես Աստծուն կամ հեգրանքով ես խոսում, ինչն է պատճառը։ Օրինակ Ջուլիան Բարսին շատ էին քննադատում այդ առումով, գրաքննադատները ուղղակի ընկած էին իր հետևից, դե մանրամասն, օրինակ դու ասում ես, որ Նոյը հարբեցող սրիկա է եղել, ով ունեցել է անգամ մի որդի Վարադի եւ նրան դուրս է շպրտել նավից, որովհետեւ նա չենթարկվող է եղել, եւ հետո դու քո տղաներին ստիպել ես, որպեսզի նա կենթայիններին տանջեր։ Լավ, ուր են ապացույցները, եւ ճիշտ է, նա Աստվածաշնչով ինչ որ կետեր է ներկայացնում, այնուամենայնիվ մենք հասկանում ենք, որ նա արդեն խոսում է Աստծուց։ Նա արդեն խոսում է Աստվածաշնչից։ Բայց եթե դու ժխտում ես, ինչի՞ց ես էլ խոսում, բայց Ջուլիան Բարսը հենց դրանով է հետաքրքիր։ Նա երբեք չասում, գիտեք, ես չեմ հավատում Աստծուն։ Նա ընդհակառակը ինչ որ այլ կերպ է ներկայացնում։ Միգուցե իր համար հավատքը այդպես է։ Մի պատմություն կա, առարկե այսպեսի, ուսուցիչ աշակերտների հետ մի մեծ հսկայական ծառի տակ նստած ուսուցանում է, սովորեցնում է եւ այդտեղով մի անցորդ է անցնում առավոտ շուտ ու հարցնում է, ներեցեք, ես շտապում եմ գործ ունեմ, բայց չէի մտածի, որ այսօր այստեղ ձեզ կհանդիպեմ, բայց քանի հանդիպել եմ մի հարց տամ ձեզ, ուսուցիչն ասում է հարցը, ասում Աստված կա թե չկա։ Ասում է կա Աստված, շնորհակալություն է հայտնում ես, մարդու գնում։
ցերեկը նույն խմբով նստած են նույն ծառի տակ մի ուրիշ մարդ է անցնում ու մոտենում էլի նույն հարցով դիմում, ասում չեմ կարող նստելու երկար ձեզ հետ սովորել, բայց պատասխանը եկել է իմ հարցին Աստված կա թե չկա, ուսուցիչն ասում է չէ չկա։ Երեկոյան, երբ որ նորից էլի աշակերտները հավաքված են լինում ծառի տակ, էլի իմաստություն են սովորում, աշխարհի մասին ճշմարտություններն են փորձում բացահայտել, երրորդ մարդն է անցնում եւ հարցնում է արդյոք Աստված կա թե չկա, ուսուցիչը պատասխանում է չգիտեմ։ Երրորդ մարդու գնալուց հետո աշակերտներն ընկնում են իսկապես անորոշության մեջ եւ ուսուցիչին ասում են չէ որ մենք քեզ վստահել ենք, մենք գիտենք որ դու ճշմարտությունը գիտես եւ եկել ենք դա սովորելու։ Ինչպես կարող ես նույն հարցին 3 տարբեր պատասխան տալ։ Եվ ուսուցիչն ասում է ամեն մեկի ճանապարհը յուրով է, մեկը հավատալով է գնում դեպի Աստված, մեկը կասկածելով է գնում դեպի Աստված եւ մեկը մերժելով է գնում դեպի Աստված։ Հիմա այս առարկը եթե մենք փոխադրենք գրողների ճանապարհում, ամեն մեկից ներսում էլ այդ փնտրտուքը կա, դրախտ վերադառնալու ճանապարհը որոնելու փնտրտուքը կա։ Մենք Ադամի եւ Եվայի սերունդներն ենք, որոնք արտաքսվեցին դրախտից, բայց մենք այդ ներքին ենթագիտակցական ձգտումը ունենք դեպի տուն վերադառնալու, դեպի դրախտ վերադառնալու եւ փաստորեն Բարսի մոտ արտահայտվում է մերժելով, մյուսի մոտ Դանթեի մոտ ընդհակառակը հաստատելով եւ այդ ապաշխարության այդ շրջանը անցնելով դեպի դրախտ տանող ճանապարհը ուրիշ կերպ անցնելով։ Բարսը նաև ասում է, որ ես երբեմն չեմ հասկանում Աստվածաշունչը, ես այդ առումով իր հետ մի փոքր համաձայն եմ, որովհետև կան այո, այնպիսի պատմություններ Աստվածաշնչում, օրինակ հենց 5 տակարանում այնպիսի պատմություններ կան, որ ես ուղղակի ասում լավ, ինչ է սա, չեմ հասկանում, պատասխան չունեմ, բայց կարծում եմ, որ պատասխանը կամ երևի ինքնըստինքյան կգա, կամ երևի ինչ-որ պատահականության սկզբունքով ես դա կիմանամ, կամ երևի հենց գրականության միջոցով կբացահայտեմ։ Ամեն դեպքում այո, կան հարցեր Աստվածաշնչում, որոնք երևի թե իզորու չի, որ մի շրջան կա, որ մենք այդ ժամանակ նոր կհասկանանք դա։ Դրա համար օրինակ եւ միջնադարում եւ վաղ միջնադարում եւ ուշ միջնադարում մենք բոլոր քրիստոնեական եկեղեցիները, այդ թվում նաեւ հայկական եկեղեցին ունեին մեկնիչներ։ Օրինակ նայում ենք Սուրբ Գրիգոր Տաթևացին կամ Լամբրոնացին կամ Շնորհալին, բոլոր վարդապետները ունեին մեկնություններ եւ վերցնում ու կտոր մեկնում էին Աստվածաշնչի այս կամ այն հատվածը։ Ասենք նույնիսկ ամենաանսպասելի թվացող հատվածներն են իրենք, երբ որ մեկնում են, երբ որ խորհրդաբանությունը բացում են, դու հասկանում ես ինչքան քրիստոնեական շերտեր կան դրանց մեջ։ Դա վերաբերում է եւ երկերքոցին, որ ամենատարօրինակն է թերևս որ կարող է Աստվածաշնչում դնել, եւ Սողոմոնի իմաստություններին եւ նոր կտակարանյան տարբեր դրվագներին, դրա համար են հենց մեկնիչները, վարդապետները, որոնք ունեն ձեռնադրության եւ հոգեվորական լինելու շնորհը, իրենք մեկնում էին դա, որպեսզի մենք հասկանանք։ Եվ ամեն ժամանակաշրջան կողմնել էին ներկայացնում։ Այո։ Եթե նայում ենք օրինակ, եթե օրինակ ներկայացնենք Տաթևացու ոճը գիրք հարցվածի տարբերակով որևէ բան քննելիս, մեկնության մասին չեմ ասում, հա, ինքը բերում է 3 պատճառ, թե ինչի պիտի լինի 10 պատճառ, թե ինչի սա պետք է լինի 5 պատճառ, թե ինչի եւ ներկայացնում են ամբողջական։ Եվ ներկայացնում են թե հին հունական փիլիսոփայական դպրոցի տեսակետից, թե ժամանակակից մարդուն հասկանալի բառապաշարով տեսակետից, այսպես ներկայացնում են, բայց ամեն նոր ծնված մարդ ունենում է իր կրոնական ապրումների սեփական ճանապարհը եւ ամեն մարդ կամ մերժելով անընդհատ հակադրվելով է գնում կամ չմերժելով նույն Նիցշեն, չէ՞։ Նիցշեն, ես ուզում եմ Նիցշեին անդրադառնալ, օրինակ Նիցշեի հայտնի խոսքը ասում է Աստված մեռավ։ Շատ տարակարծություններ կան, բայց ինձ համար միակ ճիշտ կարծիքը իր այս տողի վերաբերյալ այն է, որ նա կարծում է, որ Աստված մեզնից մեկն է, որովհետև Աստված չի կարող մեռնել։ Ասում է Աստված մեռավ։ Այսինքն չի ասում մեռած է, մեռել է, ասում է մեռավ։ Այսինքն Աստված մեկը մեզնից մեկն է եւ մենք Աստծուն կարող ենք անգամ տեսնել, բայց տեսնել ինչի շնորհիվ կամ ում շնորհիվ տեսնենք երևի մենք մեր մեջ տեսնենք իրեն եւ սա մի հեղափոխական խոսք էր իր կողմից, որովհետեւ պատկերացնում եք մի մարդ ով իր գիտությունը, իր փիլիսոփայությունը ստեղծում է Աստծու դեմ աթեիզմի այդպիսի ինչ որ կետերով, ինքը վերջում նման բան է ասում։
օրինակ մի sense հետաքրքիր բաներ կա, լուսավորության դարաշրջանն ենք վերցնում։ Բոլորը մտածում են, որ լուսավորության դարաշրջանը, մարդիկ գիտությունը զարգացնում էին կրոնի միջոցով, ընդհակառակը լուսավորության դարաշրջանը ժխտում էր այդ ամեն ինչ, ասում էր, որ դա միայն գիտության, կրթության, գրքերի շնորհիվ մենք կարող ենք հասնել այն կատարյալ կետին, ինչը մեզ կարող է փոխել, եւ այդ ժամանակ կրոնը, ընդհանրապես կրոնի մասին անգամ չէին խոսում։ Չենց Խաչատուր Աբովյանին ինչի համար էին ասում գնա քեզ լարում ենք մեր եկեղեցուց, դու չես կարող այստեղ մնալ, որովհետեւ դու գնացիր Դորպատ, այնտեղ չգիտեմ ինչեր սովորեցիր, դու եկար այստեղ մեր դպրոցներում ասեցիր, որ երեխաները չպետք է սաղմոսերգեր անցնեն, դա արդեն պետք չէ, մենք հիմա նոր գրքեր, հեղինակներ, ինչ որ գերմանացի, իտալացի, ֆրանսիացի ինչ որ հեղինակներ սկսեց ներկայացնել, որ այն ժամանակ Հայաստանում բայց պետք է հաշվի առնենք, որ Աբովյանը ինքը կրոնական կրթություն ստացած անձնավորություն էր, եւ պետք է հաշվի առնենք, որ ինքը չէր մերժում ոչ կրոնը, ոչ աստվածաշունչը, ոչ քրիստոնեությունը, բայց շատ ես ինչու հենց դες հարցրեցի, որ մեդալի հակառակ կողմներ են, չէ, ներկայացնում, որովհետեւ իրենց համար գիտությունը դա ինչ որ, չգիտեմ, վատ բան էր։ Նույնքերպ խորենացուն էին մերժում, նույնքերպ խորենացուն էին մերժում 5-րդ դարում, որտեվ կարծում էին, որ հունական դպրոցը սխալ է, որովհետև Սահակ Պարթևից հետո Հայաստանում ասորական դպրոցի հետևորդներն էին ավելի շատ եւ իրենք հունական դպրոցը մերժում էին, դրա ընթացքում մերժում էին նաեւ խորենացուն, բայց դա բնավ չի նշանակում նարեկացուն էլ էին մերժում, Սուրբ Գրիգոր նարեկացուն է, բայց դա չի նշանակում, որ դա ամբողջական, բայց դա ամբողջ համակարգին չի վերաբերում, այլ տվյալ ժամանակի այս կամ այն մտածողությունը գրող մարդկանց, որովհետև կրոնը դա մեր ողնաշարն է, որը պետք է միշտ ամուր լինի, այսինքն եթե մենք ինչ-որ մի բան սովորում ենք այլ երկրում եւ գալիս ենք ուզում ենք այստեղ ինչ-որ հեղափոխություն անել գիտության, կրթության առումով, պետք է հասկանալ, որ մենք չենք մերժում այդպիսով կրոն, ընդհակառակը միգուցե մենք մեր կրոնի շուրջ ենք, օրինակ մեր գրողները, չէ, քրիստոնեության շուրջ են, չէ, կառուցել իրենց գրականություն, Թումանյանը իր հավատքը ներկայացրել է բարության շնորհիվ, այսինքն իր հերոսները լրիվ քրիստոնյա հերոսներ էին, բարության մարմնացում էին, խելացի էին շատ, դրա շուրջ է կառուցվել, հետևաբար մեր կրոնը պետք է այնքան ամուր լինի, բայց մենք պետք է նաև բացասականներ ներկայացնենք կրոնի, որովհետև ցանկացած կրոն ունի իր բացասական կողմերը, բայց միաժամանակ մենք պետք է դա ներկայացնելով ոգեշնչենք հասարակությանը, որպեսզի եթե մենք ինչ-որ մի բան ստեղծում ենք, չի նշանակում, որ մենք կրոնը դասում ենք 6-րդ, 7-րդ շարքում, կամ օրինակ հիմա չէ, տեխնոլոգիական դարաշրջան է, տեխնոլոգիական մեծ վերելքներ ունենք, ու միշտ ասում են Աստծուն մոռացել են, ինչի են այդպես ասում, ինձ օրինակ շատ հետաքրքիր է։ Դա Աստծու կողմից տրված շնորհ է, չէ, մենք մեր ուղեղով ենք դա ստեղծում, մեր փոխարեն դա ռոբոտները չեն ստեղծում, արհեստական բանականությունը մարդն է ստեղծել, որ ասում են արհեստական բանականությունը ուժեղ թե մարդը, բայց չէ որ իրեն մարդն է ստեղծել, հետևաբար մենք ավելի ուժեղ ենք իրենից, բայց այդ ուժը դա հենց այդ Աստծո ստեղծածն է, այսինքն մենք արդեն մեզնով իր այդ մարմնացումն ենք, հետևաբար մենք ուզենք էլ չենք կարող մոռանալ, բայց կարևոր է ճիշտ ներկայացնել կրոնը, շատ կարևոր է։ Այդ կրոն ճիշտ ներկայացնելու համար մինչև 20-րդ դարեր եւս աստվածաբանական գիտելիքը հիմնականում հենց կրոնավորների ձեռքում էր եւ աստվածաբանությամբ զբաղվում էին կրոնավորները։ Լուսավորության շրջանում որոշակիորեն փոփոխություն եղավ թե կրոնական իմաստով, թե աստվածաբանության մեջ եւ հիմա արդեն կարող ես որևէ աստվածաբանական համալսարանում սովորել, կրոնավոր չդառնալ, բայց լինել վերլուծաբան, մեկնել այդ հանգամանքը կա։ Բայց ուզում եմ վերադառնանք մեր բուն թեմային, կրոնի եւ գրականության ազդեցությանը։ Վերածննդի ժամանակաշրջանում տեսնում ենք կրոնական ապրումների, կրոնական ծեսերի կարևորության, աստվածաշնչից անդադ մեջբերումների կամ դրանց շուրջ կամ ուղակի ենթատեքստով դրանց վրա հում անելով արկայությունը
գրականության մեջ, ասենք Դանթեից սկսած ավելի ուշ շրջանել, որն է պատճառը, ինչի են մարդիկ, դուք որպես գրող էլ, ինչի են մարդիկ մերժելով կամ հաստատելով կրոնին անդրադառնում իրենց ստեղծագործության մեջ։ Կարծում եմ դա մի փոքր երևի թե երկրի դրությունից էլ է կախված, որովհետև ստրկատիրական ժամանակաշրջան էր ինչ խոսք նաև եւ այդ ժամանակ մարդիկ երևի թե ժամանակ չունեին ես այսպես եմ կարծում ինձ թվում էր որ իրենք ուղակի նախ եկեք հաշվի առնենք այն որ կարդալ չգիտեին ոչ ոք բոլորը միայն աշխատում էին կարդալ միայն կարող էին նրանք, որոնք մի փոքր հարուստ էին, հարուստ ընտանիքից էին դուրս եկել եւ այստեղ այնտեղ իրենց ինչ որտեղ տանում էին սովորելու եւ այդ միջոցով իրենք կարողանում էին գրել կամ կարդալ, բայց քանի որ հասարակության 90%-ը կարդալ եւ գրել չգիտեր, իրենք բանահյուսության միջոցով, այսպես եթե կարող ենք այսպես ասել, իրենք փոխանցելով միմյանց ինչ որ այստեղից այնտեղից Քրիստոսի կրոնի կամ իրենց կրոնի մասին ինչ որ ինֆորմացիա են իմացել։ Եվ այդ պատճառով մի փոքր խեղաթյուրումներ եղել են, կարծում եմ այդ առումով, այսինքն կային երևի թե մարդիկ, որոնք մտածում էին, որ դե եթե չեմ տեսնում, ուրեմն չեմ հավատում, մնացածները կարծում էին, որ ահա Աստված մեզ անդադ հետևում է, մենք պետք է ճիշտ ապրենք, բան, որ ինքը մեզ տեսնի, որ մենք լավ ենք ապրում, իսկ մյուսները լրիվ այլ ձևով էին մտածում են, որ Աստված իրենց մեջ է, հավատքը մի քիչ ուրիշ բան է ավելի, այսինքն ես կարծում եմ, որ ավելի շատ չկարողանալ կարդալու եւ գրելու մեջ էլ իրենք չեն կարողանում որովհետեւ այդ ժամանակ ամեն տան մեջ կար կրոնի վերաբերյալ ինչ որ գիրք, բայց այդ գիրքը չէր բացվում, որովհետեւ չէ, բոլորը գիրք ունենալ թանկ հաճույք է, բոլորի տանը դա լինել չէր կարող, բայց պիտի չմոռանանք նաեւ որ Կիրակին մարդիկ նվիրում էին եկեղեցի գնալուն եւ այսօրվա նման չէր որ իրենք բաժանեին աշխարհիկ տոներ եւ կրոնական տոներ աշխարհիկն ու կրոնականը իրար հետ համախմբված ոնց որ մարդու պարագայում հա չեն կարող ասել ձերքս իմն է այս ձերքս ինձ հետ կապ չունի սա մի բան է մյուս մի բան է մեկ ամբողջության մեջ էր դա եւ իրենք ամեն Կիրակի գնում էին պատարագի եւ այդ պատարագի ընթացքում քահանան քարոզ էր խոսում այդ քարոզ խոսելու ժամանակ ներկայացնում էր քրիստոնեությունը կար Չէ, իրենք վախենում էին ավելի շատ։ Ես օրինակ որ կարդում եմ կամ ֆիլմեր, որոնք նվիրված են այդ ժամանակաշրջանին, շատ վախեցած են մարդիկ, այսինքն իրենք վախենում են, որ ես այսպիսի մեղք եմ գործել, արագ բան ապաշխարեմ, որպեսզի Աստված ինձ չպա։ Իրենք անդադ վախենում են, իրենք չեն ասում, որ բայց Աստված այդպեսին չի է, որ պետք է վախենաս, այո, որ դու պետք է վախենաս։ Բայց եկեք նայենք գրողի տեսակետից գրողը երբ որ ինչ որ մի թեմա վերցնում է սյուժե դարձնելու համար, չի վերցնում մի բան, որը սովորական թեմա է։ Այսինքն ամեն օր բոլորի կյանքում կա վերցնում է մի թեմա, մի սյուժե, որը անսովոր պիտի լինի, որը անսպասելի շրջադարձներ պիտի ունենա իր սյուժեի զարգացման ընթացքում եւ դա է ներկայացնելու։ Ես օրինակ մեր գրականությունը այդ կերպ եմ ընկալում, որքան էլ որ համեմատում եմ, ասենք ազգագրական նյութի եւ չգիտեմ Նարդոսի, Թումանյանի կամ այս կամ այն մեկի ստեղծագործությունները այնտեղ սովորական մարդիկ չեն, մարդիկ են ում կյանքում տեղի ունեցել անսովոր ինչ որ մի բան։ Եվ այդ անսովոր ինչ որ մի բանը իրենք բացահայտում են, չէ՞։ Այո, եւ այդ անսովոր մի բանը տարածել ամբողջ հասարակության մտածողության վրա, ուսումա սխալ պիտի լինի, ասենք եթե հերոսը վախենում է մեղքից եւ սկսում է դրա դեմ բան անել, դա պիտի որ անսովոր լիներ բոլորին դա պիտի որ չվերաբերեր դրա համար եմ ասում ասենք հիմա եթե բոլորին վերաբերենք որ իրենք վախենում էին ու բոլորն էին վախենում ինձ համար մի քիչ տարօրինակ պիտի լինի Եվ օրինակ շատ հետաքրքիր է, երբ գրողը ինքը ուղիղ չի խոսում Աստծո մասին, Աստված խորհրդանիշ է հանդիսանում, օրինակ Չարենցի մոտ արևն էր Աստծո խորհրդանիշը, իր բանաստեղծական ամեն մի տողում կար այդ արևը, ու ես որ իրեն ուսումնասիրում էի, ասում եմ լավ, այս արևը ինչի անդադ արևաշող, արևահամ, անընդհատ այդ արև բառը կա, ինչի, ու ես հասկացա, որ դե ինքը գիտեք, որ ժամանակաշրջան
ժամանակաշրջանում է ստեղծագործել, անգամ Աստծու մասին խոսալը արդեն ծաղելի էր բոլորի համար, եւ միգուցե դա քողարկում է եղել այդպես, որովհետեւ օրինակ ինչպես Վահան Տերյանը, չէ, բոլորն ասում են նա շատ ռոմանտիկ գրող է, բայց իրականում նա քողարկվում էր դրա տակ, նա լրիվ այլ գրող է, նա լրիվ այլ տիպի մարդ էր։ Դե ավելի շատ Վահան Տերյանը այնպիսին չէր, ինչպիսին իրեն ներկայացնում էր, դա գիտակցված քողարկում էր եւ շատ հանճարեղ քողարկում էր ինձ համար, ստացված քողարկում էր։ Ինչն էր քողարկում Վահան Տերյանը։ Ինչն էր քողարկում իրեն։ Որ իրեն ավելի քիչ ճանաչեն։ Դե կարծում եմ, չէ, ոչ թե իր գրականությունը, որովհետեւ գրականությունը չես կարող քողարկել։ Դու ինչ մտածում ես, դա պետք է գրես։ Դու քո ապրելակերպն ես այդպես ներկայացնում, բայց Վահան Տերյանը ինքը մի փոքր այդպես համեստ, խելոք, ռոմանտիկ, ոնց որ հիմա բոլորը այդպեսին չի եղել։ Հեղափոխական էր վերջա, մարդ հեղափոխական։ Հեղափոխական, այսպես լավ բառ է ծուռը։ Այսպիսին է նաև Բուլգակովը, սիրելի Բուլգակովը, երբ ինքը միակ մարդն էր, որ ստեղծեց սատանայի կերպարը եւ սատանան եկավ մարդկանց մոտ, ասեց. Ինչի եք շղթում Աստծուն, այդ մարդը կա, ապրում է, ինչի եք շղթում այդ մարդուն։ Այդ Աստծուն, թե փոխաբերական իմաստով։ Եվ շատ հետաքրքիր է այս համեմատությունը, որովհետև սա շատ ռիսկային է։ Իր ժամանակաշրջանում եւս սա շատ ռիսկային էր։ Դե արգելված գրականության առաջ էր կանգնած Բուլգակովը։ Շատ հետաքրքիր կերպար է իրականում, որովհետև հասարակ մարդը, ով ստեղծվել է Աստծու կողմից, նստում է, հեգնում է, ասում է՝ «Ինչ Աստված, ինչ եք խոսում, անլուրջ բաներ եք խոսում», ու սատանան գալիս ասում է՝ «Աստված ողջ է, կա նա, մի շղթեք իրեն»։ Ես եմ անգամ այսպես ասած իր հետ մի ժամանակ ընկերություն արել, կոպիտ ասած։ Խորհրդային ժամանակաշրջանի գրականությունը ուսումնասիրելիս իհարկե շատ կարևոր է, ոնց որ դուք եք ասում, հասկանալ թե ինչ միջավայրում էին գրում եւ ինչ արգելքների տակ էին, եւ այդ արգելքներն էին երևի, որ մարդկանց ավելի հղկված եւ ավելի խորքային ստեղծագործություններ գրելու հնարավորություններ տալիս, կամ կանգնում էր այդ դիլեմայի առաջ, կամ պիտի շատ խորը գրես այնպես, որ չհասկանան, թե դու ինչ ենթատեքստեր ես դրել դրա տակ, կամ պիտի մակերեսային գրես, որ մի քանի տարի հետո ընդհանրապես ոչ ոք չհիշի, ասենք այդ քարոզչական, պրոլետարիական, չգիտեմ ինչ գրականություն։ Տվյալ պահին հիմա նման իրավիճակի Հյուսիսային Կորեայում, որովհետև արգելված է կրոնի մասին, Քրիստոսի մասին, թեպետ իրենք միգուցե եթե իրենք ինչ որ կրոնի մասին խոսեն, իրենք հաստատ բուդդիստ կլինեին, բայց ամեն դեպքում որևէ կրոնի մասին արգելված է խոսել, սարսափելի իրավիճակ է այնտեղ տիրում, ու ես որ ուսումնասիրում եմ իրենց պատմությունը, ողբալի վիճակում են իրենք հիմա, որովհետև որ եթե դու ասես ես հավատում եմ, բան կասի, հա, ում ես հավատում, ու վերջ գլխիցդ թողնում է։ Բայց ճիշտ ասած մի անգամ ֆիզիկոս մի ակադեմիկոսի հետ էի խոսում, մարդ ով հասել էր այդ գիտական բարձրագույն աստիճանին եւ ուսումնասիրում էր մոլեկուլյար ֆիզիկան, ամենափոքրիկ մասնիկների, ու իրեն հարցեցի, ասի դուք Աստծուն հավատում եք, ասաց ինձ որպես ֆիզիկոս այդ հարցը շատ են տալիս, 90-ականների վերջին 2000-ականների սկզբներն էր, երբ որ այդ Աստծուն որոնելու նոր տենդենց կար, անդադ փակ այդ խորհրդային համակարգից հետո մարդիկ փորձում էին գտնել ինչ որ ճշմարտություններ, ասած երբ որ ես երիտասարդ էի, ես հասկացա, որ Աստված գոյություն չունի, որովհետև հասկացա, որ ամեն մի բջիջի, ամեն մի մոլեկուլի, ամեն մի ատոմի մեջ կա կանք ու կանոն, օրենք, որով գործում են այդ բոլորը։ Ասում եմ, բայց այդ ուսումնասիրեցինք եւ հանգեցինք միտեղ, որ հասկացանք, որ դրանից հետո պետք է լինի անպայման ինչ որ մեզանից բարձր մի գիտակցություն, որը մեկը անվանում է բնություն, մեկը անվանում է Աստված, մեկը անվանում է տիեզերք, որը ամբողջը համակարգում է դա, որովհետև առանց համակարգման եւ մոլորակների համակարգումը տիեզերքի չի կարող չլինել, այդ օրենքները հաշվարկ է, որ նայում ես իսկապես։ Այո, որտեղ եթե մենք ասում ենք, որ այսինչ բանը կատարում է այսինչ օրենքի համաձայն, պիտի լինի մեկը, որ այդ օրենքը սահմանել է։ Ասում եմ, եւ ես հիմա խորապետ մարդը 98 թե 98 թվականներ ասում, ասում եմ, որ ես իսկապես հիմա սկսել եմ հավատալ Աստծուն, որտեղ
առանց Աստծո գոյության այս ամբողջը չէր կարող լինել։ Հիմա այդ փնտրտուքների մեջ գրողներն էլ պիտի որոնեն, մերժեն, հետո որոնեն ու գտնեն։ Այո, համաձայն եմ, այդ գտնելը պետք է լինի, որովհետև այդ փնտրտուքների ընթացքն է գրականությունը հենց։ Գրականությունը, եթե ներկայացնի, թե ինքը ինչպես գտավ Աստծուն, կավարտվի գրականությունը, էլ չեն կարդա, որովհետև արդեն էլ հետաքրքիր չի լինի։ Էլ հետաքրքիր չեն լինի ապրումները, էլ հետաքրքիր չեն լինի հոգեվիճակը, բայց այդ փնտրտուքները եւ տարբեր կերպ ներկայացնել, այսինքն Դոստոևսկու հերոսները եթե մեղք էին գործում ու ապաշխարության ժամանակ էին գտնում Աստծուն, Կաֆկայի հերոսը մի քիչ այլ կերպ է գտնում, չգիտեմ, Հովհաննես Թումանյանի հերոսները այլ կերպ, այսինքն այ հենց սա է հետաքրքիր։ Այ հենց սա ենք մենք սիրում։ Մենք դա չենք կարողանում բացատրել, բայց մենք հենց սա ենք սիրում, այո։ Եվ օրինակ ինչքան Սթիվեն Հոքինգը, որ ասում է ամեն ինչը պայթյունից է ստեղծվել, ես մի տեսակ անգամ չեմ կարողam դա վիզուալ պատկերացնեմ, չգիտեմ, նայել եմ կադրեր, որոնք այդպես գրաֆիկական բանով ներկայացրել են, թե ինչպես դա կարող է, բայց միևնույն է, էլի չեմ կարծում, որ կարող է լինել կատարյալ շփոթություն։ Կատարյալ շփոթություն չի էլի տիեզերքը կատարյալ դասավորվածություն է։ Դե քաոսի եւ դասավորվածության փոխակերպումներ, փոխատեղումներն են, որ կյանքի պատճառ են դառնում, կյանքի փուլեր են դա։ Մեր կյանքում էլ չէ լինում են, երբ որ մեզ մոտ ամեն ինչ կարծես հարթ է, ամեն ինչ հավասարակշռված է գնում է իր հյունով, բայց մեկ ինչ-որ ներսում մի պայթուն է տեղի ունենում եւ դա դառնում է որևէ ֆիլմի սցենար։ Ինչ մի հատ դրվագ ենք հիշում մեր կյանքից, որը մեզ ստիպում է արդեն էլ չուրախանալ տվյալ պահով։ Եվ երևի մենք մարդիկս էլ գրական ստեղծագործության հերոսների նման այդ անընդհատ միապաղաղ նույնության մեջ փորձում ենք ինչ-որ նոր բան գտնել եւ նոր խնդիրներ ենք, չէ՞, հավաքում, կուտակում, ստեղծում։ Հարուկի Մուրակամի հերոսները։ Ինչ են անում իրենք։ Հարուկի Մուրակամի հերոսները իրենք նույնպես ունեն միապաղաղ կյանք, իրենք չգիտեն իրենք ինչ են ուզում, բայց ամեն դեպքում իրենք ինչ որ հիշողությունների միայնակության մեջ են իրենք գտնում այն ինչը դե բնականաբար Հարուկի Մուրակամին Աստծու մասին չի խոսում, բայց ինքը ինչ որ հավատքի մասին է խոսում, որը իր հերոսները դեռևս չգիտեն թե դա ինչ է, եւ սոցիումից կտրված հասարակությունը երբ լինում է միայնակ, նա այդ ժամանակ դառնում է the genius, հանճարեղ ինչ որ մարդ, որը փորձում է հասկանալ կյանքը, փորձում է հասկանալ իր երկրի ապրելակերպը, փորձում է առանց սոցիումի ապրել, որը իհարկե անհնար է մեր դարաշրջանում։ Դա կարող ենք համեմատել Նիցշեի գերմարդու հետ։ Կարող ենք, որովհետև գերմարդ ասելով օրինակ ինչ եք դուք հասկանում։ Չէ, Նիցշեի գերմարդն եմ ուզում հասկանամ, Մուրակամի մոտ է օրինակ ինչ եք հասկանում, երբ ասում եք գերմարդ։ Ինչ եք պատկերացնում օրինակ։ Մարդ, որ մարդկային իր հնարավորություններից անդին հասել է բարձրագույն գիտակցության եւ ինքն այլևս սովորական մարդու հետաքրքրություններով ապրող չի, այլ մի բան, որը շատ ավելի բարձր է, քան սովորական մարդը իր կարողություններով մոտեցված աստվածայինին։ Իսկ եթե գերմարդը հենց սովորական մարդն է, որովհետև իր մեջ ամեն ինչը դասավորված է այնպես, ինչպես տիեզերքում, չէ, սիրտը է այստեղ, ամեն ինչ, որովհետև սիրտը այստեղ չի կարող, այստեղ ուղեղն է։ Այսինքն ես կարծում եմ, որ գերմարդը նաև սովորական մարդն է, որովհետև ինքն էլ է, չէ, Աստծո ստեղծածն է եւ իր մեջ ամեն ինչ տիեզերքի նման այսպես դասավորված է, եւ եթե մի բան խախտվի, այդ մարդը էլ չի ապրի, ոնց որ տիեզերքում։ Մի քիչ մեր երկիր մոլորակը մի պուճուրիկ միլիմետր էս կողմ տանենք, մենք կվառվենք։ Տանենք էս կողմ, մի ուրիշ բան է լինելու, այսինքն լրիվ համաձայն եմ ձեզ հետ, կա այդ մոդելը, բայց նաև կախված է թե ով է դա կառավարում։ Օրինակ ես կարող եմ ունենալ սուպեր մեքենա եւ լավ վարել չիմանամ 300 մետրից այդ մեքենան խփեմ եւ վնասեմ եւ ոչ մի բանի չհասնի, բայց այդ նույն մեքենան վարի փորձառու մեկը տարիներով կշահագործի այսպես ասած եւ կծառայի իսկապես բան։ Հիմա մենք բոլորս Աստծո կողմից տրված ունենք դեր ասած սիրտը, թոքերը, մտածողությունը, հնարավորությունները այդ իմաստով հավասար ենք, թե ամեն մեկս ոնց ենք օգտագործում դա, ոնց ենք կիրառում, ոնց ենք զարգացնում,
Դա արդեն հետևաբար մենք կարող ենք կրոնն էլ մի փոքր գիտություն համարել, որովհետև մենք կրոնը այնուամենայնիվ պետք է կարդալով միած ճանաչենք։ Հավատքը, հա, հասկանում եմ, դա արդեն մեզնից է գալիս, բայց կան ինչ-որ բաներ, որոնք մենք պետք է այնուամենայնիվ կարդալով դա հասկանանք։ Եվ մինչև դուք չկարդաք, դուք չեք կարող, չէ՞, վարել, օրինակ դուք վարորդական ինչ-որ կետ է, եթե այո, սովորեք, որպեսզի կարողանաք վարել։ Այսինքն դուք սիրում եք կարող է մեքենա, դուք հավատում եք, որ դուք կարող եք վարել, բայց դուք դեռևս գիտությունը չգիտեք։ Այսպես նաև կրոնն է։ Մենք պետք է բացի այդ հավատից, միջնադարում երևի հենց այսպես եղել, որ չեն կարողացել կարդալ գրել իմանալ եւ միայն հավատով ասել են վայ, բայց ես հավատում եմ, բայց էլի աղքատության շեմին եմ, էլի իմ երեխան սոված ման է գալիս։ Այսինքն ինքը չի ուսումնասիրել, չի կարդացել, չի մտել կրոնի այդ դռները չի բացել։ Դրա համար Դանթե Ալիգերին օրինակ ցույց էր տալիս, թե եթե դու չես գնում զարգանալու ճանապարհով, դու մնում ես քո մեղքերի մեջ, այդ անդադ այդ դժոխքի ոլորանների մեջ ես մնալու, բայց եթե կարողանում ես համարձակություն գտնել եւ հաղթահարել այդ ոլորանները կամ Վերգիլիոսի նման ուղեկից ունենալ, որը քեզ կտանի այդ ոլորաններով գոնե քավարան կհասնի կաթոլիկ եկեղեցուն կալման մեջ, այդ ճանապարհը կամ դու անդադ մնում ես այդ քո գիտակցության մեջ, ցանկություն չունես դա անելու կամ ձգտում ես ավելին, ձգտում ես հասնել կատարյալին։ Այո, դա շատ կարևոր է։ Միշտ ձգտել։ Հիմա կարծում եմ, որ մեր գրականություն ստեղծողներն էլ դրա այդ չհամակերպելու, չհամաձայնելու մասին են թերևս։ Այո, որովհետև ժամանակակից գրականությունը շատ են քննադատում այն առումով, որ ասում են ինչ որ հավատք չկա, չգիտեմ ինչ տեսարաններ են, բայց գիտեք դա ասելով չի։ Եթե անգամ հեղինակը չի անդրադառնում Աստծուն կամ կրոնի մասին ինչ որ քիչ կա իր գրականության մեջ, ինքը ուրեմն դեռևս ճանապարհին է։ Եվ եթե դու անդադ շեշտես, որ պետք է գրես կրոնի մասին, ինքը չի գրելու դրա մասին։ Չէ, բայց դրա կարիքը կա։ Դրա կարիքը կարծում եմ կա, բայց էլի այլաբանորեն է պետք ներկայացնել, որովհետև էլի եմ ասում, եթե մենք ուղիղ խոսենք Աստծու մասին, կփակեն կդնեն մի կողմ, ոնց որ Աստվածաշունչը, չէ, բոլորի տանը կա, բայց եթե հարցնես իսկ որ մասն ես, հիմա ինքը կասի դե դրած է, տունը կա, դրած է, էլի։ Եվ կասի մենան ինչ որ հերոսացով կամ մեծավ լսել է, դրվագները գիտի։ Ձեզ որպես գրող այսպեսի մի հարց տամ, այն ինչ որ գրում է գրողը, դա իր ներքին ապրումների արտահայտությունն է, թե այն ինչով ուզում է նա փոխել հասարակությունը։ Չէ, փոխելու մասին պետք չէ խոսել, որովհետև փոխել գրականությունը չի փոխում հասարակություն։ Գրականությունը ինքը, գիտեք, ոնց պատկերացրեք, ոնց որ խոհանոց պատկերացրեք, խոհանոցի սեղանին միշտ կան խնձորներ, դու միշտ գնում գալիս ես, ասում ես լավ, հիմա կգամ կուտեմ, չէ, հələ հիմա որ քաղցած չեմ հետո, այսինքն գրականությունը հենց այդ խնձորներն են։ Գրականությունը ինքը միշտ լինելու է, անգամ եթե ոչ մեկ չկարդա, ինքը միշտ լինելու է։ Եվ գրականությունը ինքը ոչ թե փոխելու մասին է, այլ ինքը արդեն փոխածը ներկայացնում է։ Այսինքն եթե ես կարդամ, ես չեմ փոխվելու, բայց ինքը ինձ ասում է, որ սենց բան էլ կա։ Օրինակ կար մի պիես, չեմ հիշում ճիշտ ասած հեղինակին, բայց այդ պիեսը շատ էր ինձ, այսպես ասած, հեղափոխել էր ճիշտն ասած։ Այդ պիեսում բոլորը վատն էին, շատ։ Այնտեղ գլխավոր հերոսն էր անգամ վատը, որը արդեն իսկ հակասում է սյուժետային դրամատուրգիայի տրամաբանության։ Այո, որովհետև չի կարող այդպես լինել, եւ հեղինակը վերջում գրել էր, իսկ գիտեք ինչ եմ ես բոլորին այսպես վատը ստեղծել, որպեսզի դուք նայեք իրենց եւ հասկանաք, որ պետք չի այսպեսին լինել։ Հիմա այսպես գրականությունն է, այսինքն ինքը քեզ միայն լիքը առաջարկում է։ Բայց ինքը չի ասում, որ եթե դու չես ուզում, կարող ես ինձ չկարդալ։ Ընդհակառակը ինքը քեզ անընդհատ ստիպել է վատ իմաստով չհասկանաք, ստիպում է, որպեսզի վերադառնաս իրեն։ Տխուր ես, լավ մի հատ Կաֆկա կարդամ երևի, ինչ որ հայրենասիրական բան կա, լավ մի հատ Հովհաննես Թումանյան կամ Ավետիք Իսահակյան կամ Չարենց, ինչ որ հեղափոխական միտք ես ուզում, լավ այնտեղ Ժորժ Սանդ ունենք, ավելի հետաքրքիր բաներ, այսինքն այսպես, ինքը քեզ
լիքը տալիս է, ասենց թեմաներով դրած է գրականությունը, դու կարող ես ընտրել ինչ ուզում ես, բայց փոխելը դու արդեն երբ կարդում ես, այդ ժամանակ դու արդեն փոխվում ես հենց գրականության հետ, այսինքն գրականությունը ինքը արդեն քեզ փոխած տարբերակն առաջարկում է, որովհետև եթե ինչ որ մի գրականություն ուզենա քեզ փոխել, դու շատ վատ մարդ ես դառնալու։ Ինչի՞։ Որովհետև գրականության մեջ ամեն ինչ չի որ լավ է։ Այսինքն մենք չենք տեսնում ինչ որ մի վեբ, որի մեջ ամեն ինչ շատ լավ է։ Այնտեղ վեբում կարող են լինել այնպիսի հերոսներ, որոնք մահանում են էլի իրենց այդ չարությունը կամ իրենց այդ մեղքը չապաշխարելով, չփոխվելով, հետեւաբար մենք չենք կարող, չէ՞, թե մենք օրինակ վերցնենք իրենցից, մենք էլ չէ, այդպեսին կդառնա կամ էլ հենց գրողների կյանքը։ Ինչպիսին են գրողները։ Բայց օրինակ որ նայենք Դորիան Գրեյի դիմանկարը կամ Շալգրենի կաշին, այդ ճանապարհը ցույց է տալիս, որ եթե դու գնում ես ու մտնում ես այդ ինքնասիրահարվածության կամ այն մեղքի կամ անընդհատ դրականդ կորսելու ճանապարհով կամ Շալգրենի կաշն է փոքրանում կամ դու ես դառնում հրեշ եւ դա մենակ կարող ես տեսնել հայլու մեջ օրինակ եւ ցույց է տալիս ճանապարհը, որ փորձիր քո ներսը նայել եւ եթե գտնես որ դու ես Դորիան Գրեյի վերածվել կանգ առ որտեղ ավելի լավ է երկու գործերն էլ այո ոնց որ առակներ լինեն առակը ինչ կցուցանը վերջին միշտ այո այդ ճանապարհը այս ճանապարհով այսինքն ցույց է հայելու նման ցույց է տալիս որ կարող ես նաեւ փոխվել այո գիտակցված դավաճանության են հասնում եկանք էլի Դանթեին երկուսով հասնում են գիտակցված իրենց դավաճանում են իսկ որովհետև Դորիան Գրեյն իմանալով որ կտավի ետևում իր իսկական եսն է ինքը փակում էր չէ Սավանովը անդադ չէր ուզում որ երևար իր իսկական եսը նա գիտակցված ինքը իրեն դավաճանում էր նույն կերպ նաև Շանգրենի կաշու հերոսը այնպես որ կարևորը մենք ինքներս մեզ չդավաճանենք, եթե անգամ մենք ունենք ինչ-որ կասկածներ Աստծո վերաբերյալ, մենք անգամ դա կարող ենք բարձրաձայնել, Փառք Աստծո, խոսքի ազատություն կա, մեզ դրա համար չեն կախի, չեն վառի, չեն ասի, որ մենք հերետիկոսներ ենք, մենք չգիտեմ, այսինքն հայկական եկեղեցում իմիջիայլոց չի եղել հերետիկոսության եւ խարույկի վրա այրելու այդ փորձառությունը Հա, գիտեմ, ուղղակի ընդհանուր էլի ասում, շատ կարևոր բան եք ասում։ Այնպես որ ինձ թվում է որ դա էլ է արդեն այդ ճանապարհն է դեպի հասնել Աստծուն, որպեսզի դու անգամ եթե չես հավատում, բարձրաձայնես որ չես հավատում։ Դա էլ արդեն այդ ճանապարհն է, որ իրեն ես արդեն հասնում, որովհետև եթե դու այդպես բարձրաձայնում ես, քեզ հարց են տալիս, դու պատասխանում ես, հետո դու ես հարց տալիս, այսինքն լինում է խոսակցություն, կան խոսակցություններ, որոնք իրոք հեղափոխական կարող են լինել մարդու համար, կարող են իր կյանքը փոխել։ Եվ կարծում եմ նման խոսակցությունները կարող են փոխել մարդուն, եթե ինքը բարձրաձայնի։ Կան մարդիկ, որոնք չեն բարձրաձայնում։ Կարող ենք ասել, որ օրինակ կարող ենք ասել, որ օրինակ հարցեր կան, թեմաներ կան, որոնք հասարակության մեջ կարծես թե ճնշված են, դրանց մասին չեն խոսում, դրանց մասին չեն բարձրաձայնում եւ միայն համարձակներն են, որ կարող են դա գրական ստեղծագործության մեջ ձևակերպել, դրա միջոցով ասել եւ այդ չհնչած հարցերը ճճում են ստեղծագործությունների միջից։ Չեմ կարող ասել, կարծում եմ հիմա ավելի շատ ինչ որ սեռական պատմություններն են, որոնք անդադ բարձրաձայնվում են եւ ասում են, որ եթե ես ապրում եմ ակտիվ սեռական կյանքով, նշանակում է Աստծոց հեռու եմ։ Ինչ որ մեկն ասում է որ չէ որ դա է, չէ, Աստված դա է ստեղծել, այն մեկն ասում է բայց դա հատուկ նպատակով է ստեղծված, դա ստեղծված չէ որ դու անդադ դա օգտագործես առանց գիտակցության եւ այլն, այսինքն քո հաճույքի համար, կարծում եմ այս թեման է ավելի շատ խորհրդային ռեալիզմի մեջ Աստծո մասին խոսելը մերժված էր, ասենք դրա մասին չէին խոսում, ընդունված չէր, կարող էին հետապնդվել, մարդիկ գնում էին մկրտության եւ թույլ չէին տալ որ քահանան գրանց համատենում նշի իրենց անոծգան, որ ինչ որ մեկը չգա տեսնի որ մկրտվել է եւ այլն, բայց ասենք Բուլգակովը ստեղծում էր ստեղծագործություն, որը ուղիղ կրոնական բովանդակություն ուներ, կամ Չարենցը ձեր ասած գաղտնագրում էր արևի տակ եւ էլի խոսում էր կրոնական ապրումների մասին։ Թումանյանը քառակներ էր գրում, իհարկե վաղ շրջանի մասն եմ, հա, ասում Թումանյանը քառակներ էր գրում, որտեղ երևում էր էգզիստենցիալ ճգնաժամային վիճակը, երբ որ ինքը մարտի էր դուրս եկել
հավատքի դեմ, Աստծո դեմ եւ ուզում էր հասկանալ թե որտեղ է ճշմարտությունը, բայց մեկ էլ տեսնում ես որ Թումանյանը գրեց ինչքան էլ ինձ վերցնում ես, մեկ է տեսնում այնքան շատ ես ինձ տվել, որ դու շռայլ ես։ Ասենք այդ տեսնում եմ, ասենք այդ էգզիստենցիալ ճգնաժամային այդ բաները կային, բայց արգելված էր խոսել Աստծո մասին, բայց իրենք ճանապարհը գտնում են եւ ներքուստ ճճում էին դրա մասին։ Բայց Բուլգակովը հետաքրքիր է, որ իր հերոսն է, օրինակ հենց Հիսուսին ինքը ինչպես է ներկայացրել սովորական մարդ, չէ՞։ Ով կարող է ցավ զգալ, ով կարող է ասել, որ ինքը բարի մարդ է, պետք չէ իր վրա գոռալ, այսինքն ինքը չի ասում մեր Տեր Հիսուսը ահա այսպես եկավ կանգնեց իր դիմաց, արյունաշաղավ, այսպես չի ներկայացում, բայց մեկնությունների մեջ էլ են այտենց ներկայացվում, շատ པարզ է ներկայացվում։ Օրինակ մենք ունենք ավագ 5 շաբթի երեկոյան կտակ չարչարանած, որ ընթերցվում է, որտեղ նկարագրում է թե Քրիստոսին ինչ չարչարանքների մեջով անցկացրեցին, այդտեղ էլ նկարագրելիս դու տեսնում ես թե ինչպես ֆիզիկապես մարդը ինչպես այդ տանջանքներով անցավ, քանի հարված ստացավ, ինչպես այդ փշրպսակը ինչքան ձախկեցին, ինչպես իր շորերը վերցեցին, այդ ամբողջ ցավը տառապանքը մարդու նման շատ դաժան էր երևում այնց աչքիդ ու այնտեղ դու հենց եկեղեցում ես դա լսում։ Գիտեք, իմ շրջապատում օրինակ կան մարդիկ, որ ինձ խոստովանում են, ասում են, որ երբ ես ուզում եմ աղոթեմ, ես միշտ Հիսուսին եմ դիմում, ես չեմ ասում Աստված ջան, խնդրում եմ, միշտ ասում Հիսուս Աստված է։ Հայ, Հիսուս ջան, միշտ ասում։ Որտեղ Հիսուս Աստված է, Քրիստոս Աստված է։ Եվ աղոթում են Աստծուն։ Ի տարբերություն այլ հարանվանությունների, այսպես ասած, մենք ընդունում ենք նաև բարեխոսությունը սրբերի, երբ որ ասում ենք Մարիամ Աստվածածին շատ եմ խնդրում, ես այնքան մեղավոր եմ, որ իմ ձայնը Քրիստոս գուցե չլսի, Հայր Աստված գուցե չլսի, Սուրբ Հոգին գուցե չլսի, բայց դու որպես Քրիստոսի մայր, որ առավել ես բոլոր մարդկանց մեջ, խնդրում եմ էլի ասա թող ինձ լսի, ասա թող իմ խնդրանքը կատարի, ասա թող իմ երեխային առողջություն տա։ Մենք այդ բարեխոսության ճանապարհն գնում ենք, բայց երբ որ մարդը աղոթում է Հիսուսին, ուղիղ Աստծուն է աղոթում, որովհետև Աստված ունի 3 դեմք։ Հայր Աստված, Որդի Աստված, Սուրբ Հոգի եւ այդ միասնության մեջ է, Սուրբ Երրորդության մեջ է, որ մենք Աստծուն ընկալում ենք։ Եվ այդ ճիչը, որ կա մարդու ներսում, միևնույն է այդ ճիչն է, որով նա որոնում է Աստծուն։ Այո։ Որոնում է տուն վերադառնալու։ Հետաքրքիր բան կա, չէ՞ որ ասում է հոգին ինքը երբ արդեն մտնում է երեխայի մեջ, երեխան այդ ժամանակ է սկսում ճչալ։ Այսինքն արդեն մտավ երեխան ազդարարում է, որ արդեն իմ մեջ կա հոգին, ես արդեն ողջ եմ, ես արդեն մարդ եմ։ Շատ հետաքրքիր թեմա եք բացում իրականում բանով, որովհետև աստվածաբանական մեծ երկար տրակտատներ կան, թե երբանից է մարդ ձևավորվում, տեսություններ կան, տեսակետներ կան, որ հենց այդ երկու բջիջի միավորման ժամանակ ձևավորվում է մարդը, տեսություններ կան, որ 40-րդ օրն է հոգին մտնում սաղմի մեջ, բայց տեսություն կա, որ նաև հոգին որովայնում է հենց։ Հա, որովայնում, մոր որովայնում, ծնունդի 40 օրեկան սաղմի եւ ոչ թե ծնված երեխայի 40 օրեկան, ծնված երեխայի սաղմի մեջ է եւ հենց այդ պատճառով է, որ ասում են միջնադարում, օրինակ շատ խիստ օրենքներ կային հղիության արհեստական դադարեցման կամ դրան դրթելու մեջ, որովհետեւ դա սպանություն էր համարվում հենց առաջին օրվանից սկսած։ Այդ մարդը հենց ամենասկզբից։ Այո։ Շնորհակալություն Հասմիկ ջան, հետաքրքիր մտորումների մեր զրույցի, հարցազրույցի փոխարեն զրույցի վերածեցինք մեր միտքը, վաղուց ինքս նաև թերապևտական զրույցներ ունեցինք։ Հա, իրականում մտածելու տեղիք է տալիս եւ մեր զրույցն էլ ցույց է տալիս, որ մենք էլ իրականում որոնումների ճանապարհին ենք, որովհետեւ որ պահին որ մեր որոնումը դադարի, մենք այլևս չենք լինի։ Մարդը իր որոնումներով է նաև մարդ։ Դառնանք վատ մարդ ուղակի, շատ վատ մարդ, որին ոչ մեկ չի տանի այլևս այս աշխարհում։ Հա, եւ հետաքրքիր է, որ այդ որոնումները որքան էլ ծածուկ, թաքնված, գաղտնագրված կամ չհասկացված լինեն, միևնույն է փնտրում են լույսը։ Եվ եթե տխուր ենք ուզում ենք Կավկա կարդալ եւ դրանից ավելի ենք տխրում, դա չի նշանակում, որ դա վատ է, հա, բայց
եթե շատ զգում ես, որ շատ ես ծխում, կարդա Թումանյանի քառակները, որոնք էլի տխրության մասին են, բայց լույսը գտած մարդու ճանապարհ են ցույց տալիս։ Շնորհակալություն ձեզ հետաքրքիր զրույցի համար։ Հուսամ, որ բոլոր գոնե այդ մենք հիմնականում խոսեցինք շատ հայտնի գրողների մասին, բայց կան քիչ հայտնի մարդիկ, որոնք այդ որոնումների ճանապարհը յուրովի անցել են եւ կարող են ամեն մեկից ներսում ուրիշ կերպ փոխել մեր որոնումների ընթացքը եւ ինչպես ուսուցիչներ ասում, մեկս հավատալով, մեկս կասկածելով եւ մեկս մերժելով գնանք, անցնենք այն ճանապարհը, որը մեզ դարձնում է ավելի լավը։ Ես իմ ունկնդիրներին եւ ակնդիրներին հիշեցնեմ, որ այսօր ինքնության տաղավարում ես իրով զրուցում եի Հասմիկ Կարապետյանի հետ, գրող, լրագրող, ում հետ այսօրվա մեր զրույցում փորձեցինք գտնել մարդու որոնումների ճանապարհը կրոնի եւ գրականության փոխազդեցության միջոցով։ Ինքնությունը եթերում կլինի հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։